Ինչ պետք է անես դու, եթե երեխան գալիս է ու պատմում է իր հետ կատարված սեռական բռնության մասին։ Երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին հայտնել պետք է համապատասխան մարմիններին, եւ ինչքան էլ որ դու համոզված լինես, որ դու միևնույն է այդ քայլին գնալու ես եւ դուք երեխայի հետ գնալու եք իրավապահ հայտնելու եք կատարվածի մասին, շատ կարևոր է որ դու երեխային տեղեկացնես դրա մասին, բացատրես ինչ է այդ գործընթացը ենթադրում, ինչքան որ իհարկե գիտելիք ունես եւ հնարավորություն ունես բացատրելու, պատրաստես եւ ստանաս երեխայի համաձայնությունը, իսկ այդ հնարավոր է միայն այն դեպքում, եթե երեխան հասկանա դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը իր համար։ Կարևոր է ճշտել, թե երբ է տեղի ունեցել սեռական բռնությունը, որովհետեւ կախված ժամանակից քո հետագա քայլերի բովանդակությունն է փոխվելու ու հերթականությունը։ Պետք է լինել երեխայի կողքին ու երեխայի հույզերի կողքին։ Շատ կարևոր է հիշես եւ երբևէ չտաս խոստումներ, որոնք իրականում քո հնարավորությունների սահմաններից դուրս են, քո իրավասությունների սահմաններից դուրս են կամ առավել եւս որևէ ագրեսիվ բովանդակություն են պարունակում։ Իրական երեխային այդ չի էլ հետաքրքրում։ Երեխային հետաքրքրում է այն ապրումները, որ ինքը հիմա ունի ու այն կարևորությունը, որ ինքը որոշել է դա արտահայտի։